Ողջույններ բոլորիդ, մենք հիմա գտնվում ենք Փարիզում, Գալերի Լաֆայետի առջև, մի հատ նայեք ինչ գեղեցկություն է ու ինչքան մարդ կա, եւ այս ամենը այս գժական եղանակին, ուրեմն Փարիզում շատ ցուրտ է, բայց այդքան ցուրտ չի որ ձյուն գա, հետեւաբար անձրև է գալիս, բայց մեկը դա չի խանգարում մարդկանց գալ եւ այս նոր տարվա սուրբ ծննդյան շունչը զգալու, ուրեմն եկեք միասին գնանք, մենք էլ տեսնենք։ Գալերի Լաֆայետի այս դեկորացիաները, վիտրինաները, կարելի ասել տուրիստական ատրակցիոն են, որովհետև բոլորը պարտադիր, եթե գալիս են Փարիզ այս ժամանակաշրջանում պետք է անպայման այս գեղեցկությունը տեսնեն, որտեղ սա յուրահատուկ է ու քեզ տեղափոխում է մեկ այլ հեքիաթային աշխարհ, մի հատ նայեք ու գնահատեք։ Խնդրում եմ մի հատ առանձնահատուկ ուշադրություն ես գեղեցկությանը, սա ձմեռ պապիկի գրասենյակն է, մի հատ նայեք ինչ սիր ունեն կազմակերպել ու պատրաստել, ուղղակի հրաշք, ցար հեքիաթային աշխարհում լինենք, բայց ամենագլխավոր ատրակցիոնը ներսում է, որը պետք է բոլորը պարտադիր տեսնեն, այնպես որ հիանալով հիմա կանցնենք ներս։ Իդեպ ամեն ստենդը որևիցե մարկայի, որևիցե ֆիրմայի նաև գովազդ է ու իր ստենդին է վերաբերվում, տվյալ պահին սա Քրիստոֆել ֆիրմայինն է ու նայեք մի հատ լյուքս վիճակը, ինչքան գեղեցիկ է։ Ահա եւ արդեն ներսում ենք, մի հատ խնդրում եմ տեսեք այս տոնածառի գեղեցկությունը ու ամեն տարի Լաֆայետը անպայման իր տոնածառը դնում է եւ զարդարում է յուրովի։ Այս տարի այսպես են մտածել ու պատկերացնում եք այս դեկորներին իրանք մի կտորից են, հա, ամեն մոտիվը ինքը մի կտորից է, որն ունի մոտավորապես 6-7 մետր երկարություն եւ այսպես իրենք հավաքել են շատ մեծ դժվարությամբ, բայց ստացել են այս հրաշքը ու բնականաբար բոլորը պարտադիր Փարիզում լինելով այս շրջանում պետք է գան եւ տեսնեն այս հրաշքը, սա այդ պարտադիր հասցեներից է։ Իդեպ հնարավորություն կա բարձրանալ վերև, նայեք, տեսնում եք այդ փոքրիկ ճանապարհը, կարող եք բարձրանալ այդ ապակյա հատվածի վրա եւ վերևից նայել ու հիանալ այս գեղեցկությամբ, որ այդ չենք մոռանում ինչի մասին է մեր ալիքը, իսկ մեր ալիքը համովության մասին է, քաղցրի մասին է, դեսերտի մասին է։ Հետևաբար, ինչի ենք եկել առաջնային Լաֆայետ այսօր միասին։ Եկել ենք փորձելու Սիրի Լինյակի գիմովի արջուկները։ Այո, ուրեմն հատուկ նոր տարվա կապակցությամբ Սիրի Լինյակը Լաֆայետի, եթե չեմ սխալվում, 3-րդ հարկում իր արջուկների բառն է այսպես ասած բացել, որտեղ դուք ձեր սեփական տուփիկը կարող եք հավաքել տարբեր համերի գիմովի արջուկներով։ Իսկ մենք էլ եկել ենք տեսնելու եւ փորձելու, ուրեմն գնանք փորձենք։ Ահա եւ հասանք, արդեն գտանք իր այդ արջուկների, գիմովի արջուկների բառը ու նայեք էլի ինչքան հերթեր են։ Հուսով ենք շատ երկար չենք սպասի, բայց հաստատ արժի, այնպես որ սպասելու ենք։ Ինչպես տեսնում եք, արդեն վերցրեցինք մեր արջուկները գիմովից, նայեք ինչ գեղեցիկ տոպրակով են մատուցված, նայեք մի հատ ինչ գեղեցիկ են, իդեպ տուփերը կարող եք դուք ընտրել, կա սպիտակ, կապույտ եւ ոսկե գույն, ես ընտրել եմ կապույտ գույնը եւ վերցրել եմ 8 հատանոց տուփիկ, ուրեմն կարող եք վերցնել անհատական, եթե ուզում եք, 1 հատ կամ ավել, հատը 2.5 եվրո, կամ 4 հատը 12 եվրո, 8 հատը 18 եվրո եւ 16 հատը 32 եվրոյով, ես 8 հատ եմ վերցրել, ասորտի եմ կազմել, հավաքում եք ձեր ու ցանկացած համերը, ես այստեղ իմ սիրած համերն եմ հավաքել եւ հիմա միասին կփորձենք։ Ինչպես նաև բացի այդ փոքրիկ արջուկներից
Նաև կան իրենց մեծ աղջիկները, որը մշտապես վաճառվում են, նայեք, այսպիսի գեղեցիկ, էլի տարբեր համերով։ Այստեղ տեսականիները այդքան էլ շատ չեն, ավելի շատ կլասիկայի մեջ են։ Սա տղայիս համար են վերցրել, սա չենք փորձի, բայց իրա փոքրիկը վերցրել ենք, որ միասին փորձենք, այնպես որ առանց փորձել ձեզ չեմ թողնի եւ կասեմ։ Հիմա եկեք ցույց տամ մեջը, թե որ համերն եմ ես վերցրել։ Ուրեմն նայեք, այսպես բացեմ։ Ոյ, ահա։ Այք այսպես գեղեցիկ փաթաթված է։ Ուրեմն հիմա կասեք ինչու է այս մեկը գծած, որտեղ մենք մեկ անգամ նկարահանեցինք, պարզվեց չէր նկարահանվել, հիմա նորից ենք անում, այնպես որ այսպես ստացվեց, բայց անկեղծ կասեմ։ Ուրեմն իրանք ունեն 10 տեսակ, նայեք, այսպիսի թղթիկ են մեջը դնում, իրանց ամբողջ տեսականիով մեջը։ 10 տեսակ ունեն, ես ընտրել էի իրենց 8 տեսակը, բացի երկուսից, բացի կարամելայից եւ սուրճի համով գիմովից, բայց պարզվեց, որ պեկանով, պրալինեյովն էլ չունեին, հետեւաբար պիստակովից 2 հատ ենք վերցրել, նայեք։ Այսինքն փորձել ենք բոլոր համերը, բացի այն ինչ չկար եւ այն երկուսը, որ ես չէի ընտրել։ Ուրեմն այստեղ ես փորձեցի մաչայով տարբերակը, հա, վանիլային գիմով է, մաչայով սպիտակ շոկոլադով պատված, ուրեմն համով է, շատ համով գիմով է, բայց վանիլը առանձնապես չենք զգում, իսկ մաչան շատ պարտադրող չէ, այսինքն եթե դուք մաչա չեք սիրում կամ սկսնակ եք, կհավանեք, շատ արտահայտված չէ, այնպես որ հավանեցի, վատը չի։ Հիմա եկեք երկրորդը անցնենք, եթե չեմ սխալվում, սա վանիլային գիմով է, դուլչե տեսակի շոկոլադով պատված։ Ուրեմն ինչ են այս ներկայացնում դուլչե շոկոլադը, ինքը կարամելիզացված շոկոլադ է, որը այսպես ասած ստեղծվել է շատ պատահական սխալմունքի հետևանքով, շոկոլադը մնացել է, տաքացել է, այնքան տաքացել է, կարամելիզացվել է, նոր մտածել են փչացել է, բայց վերջում հասկացել են, որ շատ էլ համեղ շոկոլադ է եւ ստեղծվել է այս շոկոլադը։ Հիմա եկեք տեսնենք սա ինչպիսին է, էլի եկեք կոտրենք։ Նայեք, ձգվում է գիմովը, ասել եմ չէ, գիմովը կարծես մարշմելոյի եւ զեֆիրի մեջտեղում գտնվող ինչ-որ մի բան լինի։ Հիմա փորձենք այս մեկը։ Սա ավելի շատ հավանեցի։ Աղիություն էլ ունի։ Շատ լավն է։ Եկեք փորձենք կլասիկան, իրենց կլասիկ աղջիկ է, որ մեծ տարբերակով են ցույց տվեցի, կաթնային շոկոլադ եւ վանիլային գիմով։ Եկեք այս մեկը չկտրեմ, հա, մի անգամից կտրեմ։ Շատ համեղ է։ Կլասիկա լրիվ հասարակ, պարզ, բայց բոլորի թիմքին հաճելի։ Անցնենք նույն կլասիկան սև շոկոլադով տարբերակը։ Արդեն մոտավորապես պատկերացնում եմ ինչ պետք է լինի, բայց եկեք փորձենք։ Ինձ սև շոկոլադով ավելի դուր եկավ, որովհետև գիմովը ինչպես մարշմելոն ինքը շատ քաղցր է եւ սև շոկոլադը կոտրում է այդ քաղցրությունը։ Ես ավելի սա հավանեցի։ Ինքնից եթե սև շոկոլադի սիրահարի անպայման փորձեք։ Մեզ մնաց 4 համ փորձենք։ Եկեք հիմա չէ 3։ Եկեք հիմա փորձենք պիստակովը, որի մեջ պետք է նաև լինի պրալինե, հա, սպիտակ շոկոլադ, վանիլային գիմով եւ պիստակի պրալինե։ Այս մեկը կկտրեմ, որ տեսնենք պրալինեն ինչպես է լցոնած, էլի ձգվում է։ Նայեք ինչպեսի պրալինե կա մեջը։ Պիստակի հոտն հենց անուշ գալիս է, հիմա փորձեմ։ Այս է լրիվ ուրիշ բան, անհամեմատելի է, ուղղակի անմահական է պրալինեով տարբերակը։ Ես լսել էի մի բլոգերից, որ պրալինեովները ամենալավն են, դամարել իրենց թողեցի, որ վերջում փորձեմ, ու ճիշտ էր ասում, իսկապես շատ լավն է, այս անպայման փորձենք։ Հիմա անցնում ենք նախավերջինին, ուրեմն ազնվամոլու գիմով է, սև շոկոլադով պատված։ Այս դիցն էլ արդեն նշում է, որ ազնվամոլի է։ Փորձում ենք։ Գույն է։ Լավ զգում եք ազնվամոլին։
Եթե մրգային շոկոլադների սիրահար եք, անպայման կհավանեք։ Ես այդքան չեմ սիրում, բայց ինքը իսկապես լավն է։ Հիմա անցնենք վերջինին, արդեն պնդուկով պրալինեով տեսակին, կարծում եմ սա էլ է շատ համեղ լինելու, եկեք էլի կիսեմ, ձեզ ցույց տամ։ Նայեք, այստեղ էլ ինչպես պիստակիններ, պնդուկի պրալինեի մեջը։ Փորձում ենք։ Էլի շատ համեղ է։ Ամենալավը ինձ թվում է պրալինեներով տարբերակներն են։ Ճիշտ է, ավելի քաղցր է, բայց համը ուղղակի անմահական է, հատկապես խրխրթիկությունը, այնպես որ իմ կողմից ես ամենաշատը հավանեցի պնդուկով պրալինեյովը եւ պիստակի պրալինեյովը։ Այսպիսով ավարտեցինք մեր համտեսումը Սիրիլ Լինյակի արջուկները գիմովի։ Ուրեմն չգիտեմ նշել էի թե չէ, ինքը ճանաչված է եւ ասում են, որ իր գիմովի արջուկները ամենալավն են Փարիզի, բայց ես երևի թե կտարբերվեմ եւ կասեմ, որ իմ համար այդքան էլ այդպես չէ։ Այո, իրենք համեղ են, այո լավն է, շոկոլադը որակյալ է, գիմովը լավն է, բայց չեմ կարծում, որ ամենալավը։ Իսկ եթե դուք ուզում եք ինքներդ համոզվեք, եկեք փորձեք եւ կհամոզվեք։ Ամեն դեպքում շատ որակյալ պրոդուկտ է։ Եթե հավանեցիք, ապա լայքեք, կիսվեք ձեր հարազատների հետ, զանգակոճակին սփմեք, որ միշտ տեղեկանաք հենց նոր տեսահոլովակ է լինում, ես ձեզ շատ եմ սիրում եւ ասում եմ մինչ նոր համտեսում։ Նաեւ հետեւեք ինձ իմ Instagram-յան էջերում, այնտեղ ավելի շատ ակտիվ եմ։